Ուրեմն Մատթեոսի ավետարան 18-րդ գլուխ։ Քսանմեկ համարից։ Շատ կարդացված առակ, եթե նկատել եք Հիսուսը իր ասածները լավ հասկացնելու համար պատմություններով էր հասկացնում, առակներով, օրինակներով, որ մարդը լավ ընկալ իր ասածը։ Օրինակ աղոթքի մասին գրված է, ամեն ժամանակ աղոթք անես չձանձրանաս, չհոգնես, որտեվ կարա մարդը հոգնի, ձանձրանա, թուլանա։ Դրա համար են որբևայրու են անիրավ դատավորի առակ ասեց ու ասեց, որ հնարավոր է մինչև վերջ գնալ ու հասնել քո ուզածին, հասնել պատասխանին, Տերն էլ պատրաստ է, Տերն էլ հավանում է մինչև վերջ գնացողներին։ Տերը չի հավանում ճամփի կեսին կանգնողներին կամ ճանապարհի կեսից հետ դառնողներին։ Երկնքի արքայությունը ուժեղներին է։ Ուժեղները կժառանգեն։ Ուժեղ կամքով, ուժեղ բնավորությունով, ուժեղ մտքով, ուժեղ որոշումների մեջ, ֆիզիկական ուժի մասին չի խոսում։ Ստեղ էլ ներման մասին է խոսվում։ Ու սկսում է մի հարցից, հարց տվողը Պետրոսն է, ինչպես շատ տեղերում մեր սիրելի Պետրոս եղբայրը առաջինն էր, ստեղ էլ հարց տալու մեջ էլ առաջինն էր։ Այն ժամանակ Պետրոսը նրա մոտ գալով ասեց. Տեր, քանի անգամ ներեմ, եթե իմ եղբայրը ինձ դեմ մեղք քանի։ Ես ներեմ նրան, մինչև 7 անգամ։ Գիտեք, որ նայում ես համատեքստի մեջ, ինչից այդ հարցը ծնվեց իր մեջ, որ ասում էր, երբ որ եղբայրդ մեղան չի գնա, խոսի, երբ որ դու ինքը մենակ եք, հետո երկուսին ասա, հետո եկեղեցուն ասա, հետո նոր դրանից հետո թող քո համար լինի Մաքսավորի պես, Հեթանոսի պես։ Այստեղ Պետրոս ասում է, քանի անգամ ներեմ։ Բայց գիտեք, սրա հակառակն էլ կա, որը որ մենք հաճախակի դրան չենք անդրադառնում։ Քանի անգամ մեզ պիտի ներեն մարդիկ։ Նկատել եք, որ մենք ավելի շատ հակված ենք հիշելու են սխալները, որ մեր հանդեպ թույլ են տվել մարդիկ։ Բայց ավելի քիչ ենք հակված հիշելու են սխալները, որ մենք ենք թույլ տվել մարդկանց նկատմամբ։ Շատ ենք, չեմ ենք ասում, ինչքան պիտի համբերեմ, բայց քեզ հարց տվել ես, քեզ ինչքան պիտի համբերեն։ Օրինակ, մեկը եկեղեցուն սխալներ է ասում։ Եկեղեցին էլ գիտի այդ մարդու սխալները։ Այդ մարդուն թվում է ինքը եկեղեցուն մի կերպ համբերում է։ Իսկ հարց տվել ես եկեղեցին քեզ ինչքան պիտի համբերի։ Ինչքան պիտի սպասի, որ դու փոխվես։ Ինչքան պիտի սպասի, որ այդ քո բնավորության գիծը չլինի։ Իսկ մենք գալի ասում ենք, Տեր, ինչքան պիտի ներեմ, քանի անգամ ներեմ, հոգնա, հերիքա, վերջի վերջո, խեն սաղ իմ նկատմամբ սենց։ Լսել եք դες բաներ։ Մարդ երբ որ հակված ավելի շատ հիշելու ինչ են արի իր նկատմամբ, իրան թվում է բոլորը իրան դեմ են։ Բոլորն իրան հակառակ են։ Կհիշենք ալֆա դասերից Նիկի Գամբել մի բան պատմեց, շատ տպավորում մեջ ես։ Կինը զանգում ամուսնին, ասում է, սիրելիս, նոր ռադիո լսեցի, որ մեկը հակառակ է երթևեկում, զգույշ կլինես։ Ասում է, ինչ մեկ, հազարներ են, հազարներ։ Ինքն է թարսեթում։ Այդ մեկը ինքն է։ Ասում է, մեկը չի, հազարներ են։ Մեկ-մեկ տենց է, թվում է մեզ սաղ մեզ դեմ են, բայց միգուցե դու ես բոլորին դեմ։ Պետրոսը հարց տվեց, քանի անգամ ներեմ։ Գիտեք, այս հարցի մեջ ինչ կար, որտե հասնեմ, որ էլ չներեմ։ Որտե հասնեմ, որ սանստո արդեն ես իրավունք ունեմ չներելու, իրավունք ունեմ այդ մարդուն մերժելու, իրավունք ունեմ այդ մարդու հետ կապերս կտրելու, քանի անգամ։ Դե ինչպես շատ պատասխաններ տիրոջ, որ մեր դուր այդքան էլ չի գալիս, որտեվ Տերը պատասխանում է ըստ իր էության, ոչ թե ըստ մեր էության, որտեղ մեր էությունը մեր սիրտը շատ փոքր է, ինքը շատ պատասխաններ տալիս է իր մեծ սրտի համեմատ։ Ու ասում եմ, չեմ ասում 7, ասում եմ 7 անգամ 70։ Մի հոգու մասին է խոսում, որ մի հոգին քո դեմ մեղան չի, 7 անգամ 70։ Այսինքն մի հատ նես թիվ ասում, որ այդ հաշվելը դիր մի կողմ։ Այն որ գիտես, որ մի հատ տեղա գալու էլ չես ներելու, այդ էլ դիր մի կողմ։ Գիտեք, աշխարհում սենց խոսքեր կա, որ լավս գալով են ասում, 2 անգամ ներել եմ, երրորդը չեմ ների։ Հա մի ների։
Մի ների, դրանից ով է շահելու։ Որոշի մի ների։ Բայց նույն վերաբերմունքին էլ դու ես արժանանալու։ Նույն վերաբերմունքին։ Գիտեք, մեկ թվում է, մեկ ամեն ինչ մեզանից է կախված։ Եթե չներես վերջի հաշվարկով դժողը դու ես լինելու։ Եթե չներես վերջի հաշվարկով այդ ամեն ինչը քո ցանածը քո վրա է գալու։ Որտեվ քամի ցանողը փոթորիկ է հնձելու։ Իմացի միշտ քո հունձքը քո ցանածից մեծ է լինելու։ Վատը ցանես ավելի մեծն է գալու։ Լավը ցանես ավելի մեծն է գալու։ Միշտ հունձքը ցանքից շատ է լինում։ Մենք որոշենք մի օր չներենք։ Ու դրա վրա Հիսուսը պատմություն է ասում։ Մի պատմություն, որ լավ հասկացնում է։ Գիտեք, Պետրոսի մոտ երևի ինձ չեմ կարա հիմա այս բան ես Պետրոսի մտքերը հասկանամ կամ ինչի նկատի ուներ, բայց Հիսուսի առաքից երևում է որտեղից է ինքը սկսում։ Ինքը սկսում է ոչ թե ներելուց, ոնց որ Գևորգն էլ ասեց, որ մեղավոր ենք, Տերը մեզ սիրում էր։ Առակը սկսվում է ներվելուց, ոչ թե ներելուց։ Աստված ներել սովորեցնում է քեզ, իրան ներումը քեզ ցույց տալուց հետո։ Ինքը երբեք քեզ չի ասում մի բան անես, որ ինքը նախորոք չի արել քո կյանքում։ Այն չար ծառան էր տես մտածում, որ դու վերցնում ես այնտեղից, որտեղ չես դրել։ Հնձում ես դեղից, որտեղ չես ցանել։ Բայց ինքը ցանելուց հետո է հնձի ակնկալում։ Ինքը դնելուց հետո է վերցնում։ Ու առակը մեզ շատ ծանոթ։ Սրա համար երկնքի արքայություն նմանվեցավ մի թագավոր մարդի, որ ուզեց իր ծառաների հետ հաշիվ տեսնել։ Եվ երբ որ սկսեց հաշիվ տեսնել, նրա մոտ մեկը բերվեցավ 10,000 քանքար պարտական։ Բայց որովհետև չուներ վճարելու, նրա տերը հրամայեց, որ նրա եւ նրա կինը եւ նրա որդիները եւ նրա ամեն ինչ որ ունի ծախվի եւ պարտքը վճարվի։ Երկնքի թագավորություն նմանա մի թագավոր մարդու, մի տանտեր մարդու, որ ուզում է իր ծառաների հետ հաշիվ տեսնի։ Ու գիտեք, բոլորն են պարտքացում։ Մենք բոլորս ենք պարտքացում։ Չկա մի մարդ, որ պարտ չի ասում։ Փողի պարտ չեսի։ Մեղքերի, որ մեղանչել ես, հատուցման պարտք, որ հատուցում պիտի գար։ Ու մեկը կար, որ շատ պարտք ուներ, շատ էր մեղ գործը, ավելի ծանր մեղավոր կյանք էր ապրել, ավելի շատ մեղքեր էր գործը։ Գիտեք, չէ, հավասար մեղավորներ չենք մենք, կամ հավասար մեղավորներ չէինք։ Կար ավելի ծանր մեղավոր, կար ավելի թեթև մեղավոր, բայց որ մեղավոր ենք, այդ հաստատ էր։ Բոլորս որ մեղավոր ենք, բոլորը մեղանչել էին, դա հաստատ էր։ Որ այն փոքր պարտք ունեցողն էլ երկինք չէր կարա գնալ իր մեղքերով, այն շատ պարտք ունեցողն էլ երկինք չէր կարա գնալ։ Չնայած որ մարդկանց մեջ մի քիչ ուրիշ է, այն որ շատ քեզանից մեղավոր տեսել է, սրտահովանք եղել քո համար։ Խե Հիսուսն ասում, մաքսավորները, պոռնիկներն ավելի շուտ կմտնեն երկնքի արքայություն, որովհետև շատ մեղավորները լինում է երբեմն որ ներման կարիք ավելի շատ են զգում։ Իրանց շատ մեղքեր իրան ստիպել են գնալ Աստծո մոտ։ Բայց այն որ թեթև մեղավոր են, այդ թեթև մեղավոր մեջ ինքնարդարացում կա։ Որտեվ իրանք միշտ համեմատել են իրանց կյանք ուրիշներին, ասում են ես սրա նման չեմ։ Հա դու սրա նման չես, բայց այն մեկին էլ նման չես։ Չէ՞։ Որտեվ քեզանից եթե վատը կա, քեզանից լավն էլ կա։ Եթե քեզանից ավելի շատ մեղ գործող մարդ ա եղել իր կյանքում, քեզանից ավելի քիչ գործող մարդ էլ ա եղել։ Բայց մենք էլի եմ ասում, հակված ենք նայելու շատի կողմը, որ մեր էլ մեր աչքին չերևա։ Քանի անգամ եղբայրս մեղանչի որ ներեմ։ Ինչքան ներեմ, ինչքան համբերեմ։ Ու առակը պատմում ու գալիս է մեկը 10,000 տաղանդ, շատ մեծ գումար։ Այնքան մեծ, որ գրված է, կարողություն չուներ։ Տունն էլ կծախեր չէր հերիքի, կնոջն էլ, երեխեքին էլ այն ժամանակ մշակույթ հասկանալով, որ ստրկության էին տանում։ Վերցնում էին փողի դիմաց։ Չէր հերիքում։ Ասեց ժամանակ տուր, աղաչում եմ, որ ամենը վճարեմ, այսինքն այդ ամենը ծախելով էլ չէր հերիքում, պետք է ինքն էլ հետնել աշխատեր, չգիտեմ ինչքան ժամանակ, որ պարտքին հերիք էր։ Բայց Տերը, քանի որ երկրպագությամբ, աղաչանքով եկավ իր առաջ, ասեց չեմ ուզում պարտքը, ներում եմ, շնորհում եմ քեզ։ 10,000 տաղանդ պարտական ես, այնքան շատ է դա, որ
կնոջը ծախելն էլ չի երիքում, երեխեքին ծախելն էլ չի երիքում, ունեցվածքը վերցնել չի երիքում։ Հələ դու պետք է տարիներով աշխատայի, որ հերիք էր։ Դել հարցը կա հերիք էր թե չէ։ Բայց մեկ էլ ասում եմ շնորհում եմ, չեմ ուզում։ Այդ շնորհքը ժողովուրդ, չգիտեմ մենք ինչքանով ենք հասկացել, բայց բոլորիս այդ շնորհք եկել է մեր կյանքի մեջ։ Մեր բոլորիս մեղքերը Հայրը Հիսուսը որպես Աստծո գառ բոլոր մեղքերը դրեց Քրիստոսի վրա, բոլոր մեղքերը։ Ու մեզ հայտարարեց ներված մարդիկ։ Բոլորիս պարտքը շնորհեց։ Դուք պատկերացնում եք քո անցյալի բոլոր գործած սխալները, որ գործել ես թե Աստծո դեմ, թե մարդկանց դեմ, ներված է, շնորհված է։ Բայց դրանից հետո մենք հանդիպում ենք մարդկանց, որոնք սխալ են գործում մեր դեմ։ Մենք էլ իրանց դեմ։ Տերն էլ գտած ծառայի վրա նրան արձակեց եւ պարտքն շնորհեց նրան։ Եվ երբ որ այն ծառան դուրս եկավ, իր ծառակիցներից մեկին գտավ, որ իրեն 100 դահեկան էր պարտք։ Եվ նրան բռնած խեղդում էր եւ ասում. «Վճարիր ինձ ինչ որ պարտական ես»։ Հիմա նրա այն ծառակիցը նրա ոտներն ընկավ, նրան աղաչում էր եւ ասում. «Համբերիր ինձ հիմա եւ բոլորը կհատուցեմ քեզ»։ Բայց նա չէր կամենում, այլ գնաց նրան գցեց բանտը, մինչև որ պարտքը վճարի։ Տեսեք, մեկը, որ ներում է ստացել, գիտեք, չներող մարդիկ խեն Աստծո աչքին շատ չար մարդիկ։ Շատ չար։ Ես ասեմ, եթե մարդ կա չի ներում, ինքը չար մարդ է Աստծո աչքին։ Անկախ նրանից ինքը լեզուներով աղոթում է, եկեղեցի է գալիս, անգամ ծառայություն անում։ Եթե մեկը չներող մարդ է, դու Աստծո աչքին շատ չար մարդ ես։ Ու չար մարդկանց Աստված երկինք չի տանելու։ Խիա չար, ինչու՞ է կայանում այդ չարությունը, որտեղ դու շատ քո բազում մեղքերը իր կողմից ներվել է, բայց ինքը քո մոտ այդքան խաթր չունի, որ դու մեկին ներես։ Եթե այդ մարդու հանուն այդ մարդուն չես կարող ներես, գոնե հանուն Հիսուս Քրիստոսի ների։ Ռուսական մի հատ լավ ասացված կա, Ռազի Խրիստա։ Եթե այդ մարդը, չգիտեմ, քո կարծիքով արժանի չի, մենք չգիտենք ինչքան մեղավոր է, մենք չգիտենք ինչքան է քեզ ցավացրել, մենք չգիտենք ինչքան խորն է քո վերք այդ ամեն ինչի իմանալով, եթե դու այդ մարդուն չես ներում, գոնե հանուն այդ մարդու, գոնե հանուն Հիսուսի ների։ Իսկ եթե այդ մարդուն դու դրանից հետո էլ չես ներում, Աստված քո մասին մի բան ասելու, չար ծառա։ Չար ծառա, որտեվ ես մի բան արեցի քո համար, բայց դու նույնը չարեցիր քո ծառակցի համար։ Հանդիպեց ընդամենը 100 դահեկան, գիտեք ինչքան 10,000 տաղանդի մոտ այդ 100 դահեկանը շատ փոքր գումար է, շատ փոքր։ Ոնց որ մեկը քեզ պարտք եղել $10,000 դու իրան ներել ես, շնորհել ես, չեմ ուզում։ Մեկը քեզ պարտքա կամ մեկին դու պարտք էիր $10,000 քեզ ներվեց, մեկը քեզ պարտքա $10։ Ասում են խեղդում ես, ասում ես պտի տաս, չէ։ Պտի տաս տարբերակ չունես չտալու։ Ասում է ծառայակիցները տեսան, տրտմեցին։ Ովքեր են այդ ծառայակիցները։ Եկեղեցին այդ ծառայակիցները, մենք ենք այդ ծառայակիցները, որ մենք տենում ենք երկու հոգի իրար այդ խնդիր ունեն, չեն կարող իրար ներեն։ Ու այդ երկու հոգի իրար չներու տրտմությունա գալի ամբողջ եկեղեցու մեջ, այդ ծառայակիցների մեջ։ Ասում ես ո՞րն է սրա ճիշտը։ Խի դու մեղ չես ունեցել, խի Աստված քեզ չի ներե, բա դու խի չես կարող ես մարդուն ներես։ Անկախ նրանից ինչ է արել։ Որտեղ երբ որ Պետրոսը գալի ասում է քանի անգամ մեղանչի, այնտեղ գրած չի քանի անգամ ու ինչ տեսակի մեղքեր գործի։ Մեղանչի։ Հանցանք գործի քո նկատմամբ։ Ու դու չգիտես ինչ տեսակի կլինի այդ հանցանքը։ Ես ասեմ ժողովուրդ, եթե մեկը ակնկալիք ունի, որ ոչ մեկ իր նկատմամբ սխալ թույլ չի տալու, ասեմ դու չարաչար սխալվում ես։ Աստված հենց կկազմակերպի, որ մարդիկ քո հանդեպ սխալ թույլ տան։ Դու կասես տես բան չկա, ես համոզված ասեմ, Աստված կկազմակերպի քո նկատմամբ, որ մարդիկ սխալներ թույլ տան, մինչև քո մեջի այդ խավարից ազատի քեզ։ Աստված թույլ կտա, որ մարդիկ քո հետ մեկը կարող է մունաթով խոսա, մեկը կարող է արհամարանք ցույց տա քո նկատմամբ, մի օր լսես միտեղ քո մասին սխալ բան են արտահայտվել, Աստված թույլ կտա, մինչև քեզ բժշկի։ Բայց եթե չհամաձայնվես բժշկվելու, Տերը կհրաժարվի քեզանից։ Ըստ էս առակի, ասում է գնաց առակցին խեղդեց, ասես պիտի տաս, բանտը դրեց,
Այդքան մեծ բան, որ դու Աստծուց ընդունում ես, այդքան փոքր բանը չես կարող ներես։ Էլ ինչ կարա խոսք լինի Տիրոջը նմանվելու մասին, էլ ինչ կարա խոսք լինի, որ ես նրա որդին եմ, էլ ոնց կարա խոսք լինի, որ ես նրան նման եմ, էլ ոնց կարա խոսք լինի, որ ես հավատացյալ եմ, եկեղեցու անդամ եմ, եթե այդքան մեծ մեղքերը քո Աստված ներել է, որ թիվ չկա, բայց մեկը փոքր մեղանչելը քո առջև դու արդեն չես կարում, կամ չես ուզում։ Ամեն դեպքում թե չես կարում, թե չես ուզում, արդարացում չկա դրա համար։ Այս առակսմա, երբ որ ծառակիցները տխրեցին, եղել է դեպք, ես տեսել եմ, ասենք, երկու հոգի խնդիր ունեն իրար հետ։ Դու երկուսի հետ էլ լավ ես։ Գիտես, այնքան է դժվարանում իրար հետ շփվելը։ Որտեվ այն մեկն ուզում է դու իր հետ լավ լինես, այն մեկը ուզում է դու իր հետ լավ լինես։ Դժվարանում է շփվելը։ Անես կյանք ապրենք, որ մեր ծառակիցներին չտրտմեցնենք։ Կարող է մարդիկ ասեն, գիտես, վատ կարծիք ունենան քո մասին, չհամարձակվեն գան քեզ ասեն։ Չհամարձակվեն, եթե չեն ասում, չի նշանակում, որ չկա այդ խնդիրը։ Երբ որ ծառակիցները տրտմեցին, գիտեք, այդ ծառակիցները տրտմելուց հետո գնացին Տիրոջն ասեցին։ Գիտեք, գրված է, երբ որ դու 5 տական, երբ որ որբին անարգես, որբևային, ասում է, թե ինքը գա ինձ բողոքի, ես ասում եմ քո երեխեքին որբ եմ թողելու, որբևայր եմ անելու քո կնոջը։ Տերն ասում է, թե որբին դու նեղացնես ու գա ինձ բողոքի, ասի Տեր խի տենց արեց, խինձից ես նեղացրեց, այդ ծառակիցները գան բողոքեն, Տերը դատաստան անող Աստված է։ Մենք շատ սիրում ենք լսել Տերը ներողա, Տերը սիրողա, Տերը համբերողա, այո, բայց Տերը նաև արդարության Աստված է։ Տերը նաև դատաստան անող Աստված է։ Տերը անաչառ է թե մեծի նկատմամբ, թե փոքրի նկատմամբ։ Կգամ ասում է, ես նույն ձև կվերաբերվեմ քո հետ։ Գնացին Տիրոջն ասեցին, Տերն ինչ ասեց։ Տերն ասեց կանչեք այդ ծառային։ Գիտեք, որ Տերը իշխանություն ունի թե ներելու, Տերը նաև իշխանություն ունի չներելու։ Որտև այն ում որ շնորհվել էր, ասում է հետ կանչվեց, ասեց այդ 10,000 տաղանդը պիտի տաս։ Ու ոնց որ ինքը բանտարկեց իր անկերոջ այդ 100 դահեկանի համար, Տերն էլ իրան բանտարկեց 10,000 տաղանդի համար։ Ու գիտեք, նրա բանտարկությունը ավելի կարճ կտևի, որտեղ նրա 100 դահեկան էր, սրա բանտարկությունը շատ երկար է տևելու։ Միգուցե հենց խոսում է դժոխքի հավիտենական տանջանքների մասին, որ այդ պարտքը չի վերջանալու։ Այդ պարտքը չես կարա դու հատուցես։ Խի Տեր, որ դու շնորհել էիր, խի նորից հետուզեցիր։ Հետուզես, որտեղ դու նույն ձև չվերաբերվեցիր քո ծառակցի հետ։ Ոնց որ Գևորգն ասեց, աստվածապաշտությունը մարդ Աստված միայն հարաբերություն չի։ Խաչի նման է աստվածապաշտությունը, համ ունի ուղղահայաց հարաբերություն, համ հորիզոնական։ Գիտեք, Աստծո համար ուզում ես գնա տունդ ամեն օր երգեր Աստծուն, գիր կարդա, հոգևոր բաներով զբաղվի, բայց եթե մեկին չես ներել, դու Աստծո աչքին չար մարդ ես։ Ինչքան ուզում ես Աստծուն համոզի, ինչքան ուզում ես մոռացության տուր, ինքը չի մոռանում։ Հայտնության եկեղեցին ասում էր քո դեմ բան ունեմ, ինչքան է լավ բաներ կա քո կյանքում։ Գիտեմ քո սերը, գիտեմ քո համբերությունը, գիտեմ քո նեղությունը, գիտեմ որ իմ անվան համար նեղություն քաշի, բայց քեզ դեմ բան ունեմ։ Տիրոջ էությունը տենց չի, 10 լավ բան ունես, 11-րդ ես աչք եմ փակում։ Գիտեք, որ սատանան նախկին Արուսյակը, որ երկնքից վտարվեց, ինքն դե շատ մեղքեր չէր գործել։ Շատ մեղքեր։ Հիմա է ինքը սատանա, այն վիշապ, չգիտեմ, հիմա է ինքը բոլոր մեղքերի հեղինակը, բոլոր մեղքերի հայրը, բայց այն ժամանակ փոքր մեղքեր։ Ինչ ա ուզում ասի, Եթե Աստված ընդեղից իր լավագույն հրեշտակին վտարեց, սարքեց սատանա, մտածում եք ստեի վատագույններին տանելու է նրա տեղը լրացնի։ Չկա տես բան, ժողովուրդ։ Աստված չի ծաղրվում։ Աստված կարիք չունի, Աստված կարա երկիրը ջնջի, մի խոսքով մեր չափ նորից մարդ ստեղծի, մեզանից ավելի լավը։ Չկա տես բան, Աստված շիվարած չի։ Աստծո խոսքը ասում է, որ շատերը չեն փրկվելու։ Խիտեր, բա դու սիրող Աստված ես, բա դու խաչվեցիր, այո ինքը սիրող Աստված է, բայց ինքը երբեք իր սիրող խաթրի արդարությունը չի զիջելու։ Մենք դի հաշվի առնենք ոչ միայն Աստծո սեր, նաև Աստծո արդարությունը։ Ինքը սիմպաթիայով չի առաջնորդվում, ասի, չէ ում քո հետ լավ եմ վերաբերվել, չկա տես բան։ Աստված անաչառ Աստված է։ Մենք պիտի որոշենք, եթե մեր կյանքում կան ներել, մենք պիտի որոշենք ներել։
Անկախ նրանից այդ մարդը ինչ արի քո նկատմամբ։ Անկախ նրանից ինչքան է քեզ ցավացրել։ Գիտեք, երբ որ դու ներում ես, առաջինը դու ես լավը դառնում։ Միգուցե այդ մարդը չփոխվի էլ։ Բայց լինում է դեպքեր, որ ներելուց այդ մարդն էլ է փոխվում, հարաբերություններ է կառուցվում։ Բայց եթե չփոխվի էլ, քո ներից դու լավն ես դառնում։ Տեսեք, այդ առակի վերջում ինչ է ասում։ Այն ժամանակ նրա տերը մոտը կանչեց նրան եւ ասեց. «Չար ծառա, ես այն բոլոր պարտքը քեզ շնորհեցի, որովհետեւ դու ինձ աղաչեցիր։ Պետք չէր, որ դու էլ քո ծառակցին ողորմեիր, ինչպես ես էլ քեզ ողորմեցի»։ Չի ասում ողորմիր, որ ես էլ ողորմեմ։ Ասում է ես քեզ ողորմեցի, ես քեզ ցույց եմ տվել։ Գիտեք, մեկը որ քեզ լավություն է արել, ավելի հեշտ է այդ մարդու համար լավություն անելը։ Ավելի դժվար է, երբ որ մեկը քեզ լավ բան չի արել, դու իրան լավ բան ես անում։ Տերը մեզ լավություն արել, շատ լավություն արել։ Ավելի հեշտ պիտի լինի մեր համար լավություն անելը։ Ավելի հեշտ պիտի լինի մեզ իրան նմանվելը։ Տեսեք ոնց ավարտվում այս խոսքը։ Նրա տերը բարկանալով մատնեց դահիճներին, մինչև որ բոլոր պարտքը վճարնան։ Այսպես էլ իմ երկնավոր հայրը, հիշեք ում ասում, Պետրոսին ասում, անհավատներին չի ասում։ Այսպես էլ իմ երկնավոր հայրը կանի ձեզ, եթե դուք ամեն մեկը իր եղբորը ձեր ամբողջ սրտից չթողեք նրա հանցանքը։ Հիսուսն ասում է առաքյալներին, չի ասում անհավատներին։ Ասում է այսպես էլ իմ երկնավոր հայրը կանի ձեզ, առաքյալներին ասում, առաջին լսարան առաքյալներ էին։ Եթե դուք իրար մեջ առաքյալներ, ամեն մեկը իր եղբոր հանցանքը ամբողջ սրտից չների։ Եթե էսի ուղված առաքյալներին, որ շատ առումներով մեզանից ավելի անարատ էին։ Եթե սենց խիստ խոսում առաքյալների հետ իրա, որքան առավել ևս մեր հետ։ Մենք մտածում ենք մեր Պետրոսից ավելի շատ խաթր ունենք Աստծո մոտ, կամ Պողոսից, կամ չգիտեմ Մաթեոսից։ Եթե տենց ինքը կտրուկ ու խիստ խոսում է իր աշակերտների հետ, ժողովուրդ, ինքնախաբեությունով չզբաղվենք։ Չներողներին Աստված չի ներելու։ Չներողներին Աստված երկինք չի տանելու։ Ուզում ես սաղ կյանքը ծառա իրան։ Ուզում ես սաղ կյանքդ ինչ ուզում ես արա, եթե քո մեջ չներելու հարցը չլուծվի, Աստված քեզ երկինք չի տանելու։ Ինձ էլ չի տանելու, եթե մեր մեջ այդ չներելու հարցը չլուծվի։ Էլի եմ ասում, Աստված թույլ է տալու, որ մարդիկ կմեղանչեն քո առջև։ Գիտես, երկուսն էլ ճիշտ է, դու էլ ես սխալներ թույլ տալի։ Քո հանդեպ էլ են սխալներ թույլ տալի։ Դու պիտի սովորես երկու պարագայում էլ քեզ ճիշտ պահես։ Որտեղ եթե մտածում ես քո հանդեպ ոչ մեկ սխալ թույլ չի տա, ես այնքան լավն եմ, այնքան լավ եմ վերաբերվում, իմ հանդեպ ոնց կարելի է։ Եթե լավ էլ վերաբերվես սաղի հետ, շատ լավ է։ Եթե բոլորի նկատմամբ սիրով լցված ես, շատ լավ է, բայց միևնույնն է, մարդիկ սխալ թույլ տալու են քո հանդեպ։ Մարդիկ սխալ թույլ տալու են։ Նույնն էլ դու ես թույլ տալու։ Պիտի սովորենք երկու պարագայում էլ ճիշտ վարվենք։ Տեսեք, այդ հարցից որտեղ տարավ Հիսուսը։ Պետրոսը ինչ հարց տվեց, ասեց Տեր, քանի անգամ ներեմ, քանի անգամ, որ իմ եղբայրին դեմ մեղանչի։ Տեսեք ինչ տարավ այդ հարցը մինչև ուր հասցրեց։ Ասեց, որ չներելու միտքը մեջիցդ հանի։ Հաշվարկ դու մի որոշի դու քանի անգամ ներես։ Որտեվ Աստված մեզ հաշվարկով չի ներում։ Գիտեք, ստեղ չկա մի մարդ, որ գիտի իր մեղքերի քանակը։ Որտեվ դրանք շատ են, ժողովուրդ։ Շատ են։ Մենք ամեն օր ենք մեղանչում։ Եթե մեկն ասի ես մեղք չեմ գործում, սուտ է խոսում։ Կհիշես քո կյանքից մի օր, որ Աստծո դեմ չես մեղանչել։ Կարաս հիշես քո կյանքից մի օր հոբի նման ասես խիղճս չի տանջում։ Կհիշես քո կյանքից մի օր, որ սխալ միտք չես ունեցել։ Սխալ բան ընդհանրապես մտքովդ չի անցել։ Կհիշես քո կյանքից մի օր, որ սխալ խոսք բերանից դուրս չի եկել։ Կհիշես քո կյանքից մի օր, որ քո մեջ սխալ ցանկություն չի եղել։ Ես իմ կյանքից չեմ հիշում տենց օր։ Այո, ես հիշում եմ իմ անցյալ ու իմ ներկան, որ շատ տարբեր է իմ անցյալ ու ներկան։ Տիրոջ շնորհիվ, որ փոխվել է։
Ու հավատում եմ, որ իմ վաղվա օր իմ ներկայից ավելի լավն է լինելու։ Բայց ասեմ, Տերը չի ասում 7 անգամ եմ ներեքես։ 131 Սաղմոսում գրված է. Եթե Տերը մեղքերը հաշվեր, ոչ ոք նրա առջև չէր կարող կանգնել։ Տերը քեզ հաշվելով չի ները։ Ես ասեմ, եթե քո մեղքերը հնարավորություն լինի հաշվել, մենակ Տերը գիտի քանակը։ Միլիոնները կանցնեն։ Քո տարիների քանակը, քո օրերի քանակը, քո մեղքերը, ես ասեմ ամեն մեկից մեղքերը մեզանից ծանր են։ Ես ծանր եմ քաշով, բայց իմ մեղքերը ինձանից ծանր են։ Ու այդքան մենք ներում ստանալուց հետո մի հատ խնդիր առաջ ենք անում փոքր, չենք կարող ներենք։ Որն է սրա ճիշտը։ Որն է սա ճիշտը։ Եթե գիտեք ինչի նման, որ մեկը սաղ կյանքը քեզ օգնել է, սաղ կյանքը քեզ օգնել է, բայց որ գալիս է հերթը, որ դու պիտի իրան մի հարցով օգնես, չես օգնում։ Արդարացում չկա դրան։ Եթե Աստված քո մեղքերը ներել է, դու մեկին չես կամ ներես, արդարացում չկա դրա համար։ Ես ասեմ, եթե մեկը կա, որ չի ներում, Աստծո աչքին դու չար մարդ ես, չար ծառա ես։ Ու այնքան ժամանակ Աստծո աչքին այդ պիտակը կմնա քո վրա, մինչև այդ ներելու հարցը լուծես։ Իսկ եթե չլուծես, որոշես, որ սիրտդ խստացնես, ես մի օր մի հատ քույրիկ հետ խոսացի, ասես դժոխք կեթամ, բայց չեմ ների։ Գնա դժոխք։ Բազմոցի վրա նստելու ես դժոխքում։ Ասես դժոխք կեթամ, բայց չեմ ների։ Գնա դժոխք։ Գիտես հիմա դժոխքում ոնց են աղաղակում, Տեր կներեմ բոլորին։ Տեր հնարավորություն տուր, ներեմ, սիրեմ, մեղ չեմ գործի, բայց էլ չկա այդ հնարավորությունը։ Դժոխքում ամեն մեկը երանի կտար գար, բոլորին ներեր, բոլորին սիրեր, բոլորին օգներ։ Ես հավատում եմ դժոխքի տառապանքներից հետո եթե մեկը գա երկիր, սաղ կյանքը կնվիրի Աստծուն ծառայությանը, որտեղ իրան լես կյանքը չի հետաքրի, գիտի ուր է այդում։ Չի հետաքրի լես կյանքը։ Այն ոնց որ հարուստն է ասում, եղբայրներից գնա մի հատ մեռել հարություն առն, ասես չէ, եթե Մովսեսի մարգարեին չեն լսում, մեռել էլ հարություն առնի չեն լսի։ Ասում եմ իմ երկնավոր հայրն էլ այսպես կվարվի ամեն մեկի հետ, որ իր եղբորը հանցանքը ամբողջ սրտով չի ներում։ Այս ամբողջ սիրտն էլ է շեշտում։ Գիտես, կա կիսով չափ ներել։ Կիսով չափ ներել։ Կար ընտանիքի մեջ էլ տենց լինի։ Կար ամուսների մեջ կիսով չափ ներում լինի։ Իրանք իրար հետ ապրում են, բայց ամբողջ սրտով իրար հետ չեն։ Ու այդ կիսով չափ ներելուց կար իրար նկատմամբ հակառություն ունենան։ Կարան իրար զրկեն ամուսնական հարաբերություններից։ Կարան այն մեկ իր պրինցիպով ապրի, այն մյուս իր պրինցիպով ապրի, որովհետև ներումը ամբողջական չի։ Երբ որ ներումը ամբողջական չի, դրա հետքերն էլ է երևում։ Ներումը պիտի ամբողջական լինի, ամբողջ սրտով։ Կարող է մեկին դու բարևում ես, անգամ համբուրվում ես, ողջագուրվում ես, հետը խոսում ես, բայց գում ես, որ կիսատ ես թող այդ մարդուն քո մեջ։ Հաստատ սառնություն կա արդեն հարաբերությունների մեջ։ Ամբողջ սրտով պիտի թողես։ Սովորենք ամբողջ սրտով, որ մեր միջև չարության հարցը լուծվի։ Որ մենք մեր վրայից այդ չարության պիտակը հանենք։ Որ մեզ Աստված չնայի որպես չար մարդ։ Ես ասում եմ, եթե հանուն այդ մարդու չես կարող ներես, հանուն Հիսուս Քրիստոսի պիտի ներես։ Որտեւ ինքը ներես քեզ, ինքը սիրես քեզ։ Այդ տառապանքը կրեց ամեն մեկիս համար։ Հայր մեր աղոթքի մեջ ես շատ լուրջ հավատում եմ Հայր մեր աղոթքի հերթականությանը, որտեղ ինքը աղոթքի ողնաշարն է, աղոթքի, որ սկսում է քո կամքը, քո արքայությունը, քոյով է սկսում, հետո իմ։ Բայց այնտեղ գիտեք, ասում է, ներիր մեր պարտքերը, ներիր իմ մեղքերը, պարտքերը մեղքեր նկատի ունի, ներիր իմ մեղքերը, ինչպես ես եմ ներում։ Համաձայն ենք ժողովուրդ դրան, որ Աստված ների մեզ այն չափով, ինչ չափով որ մենք ենք ներում։ Մենք համաձայն լինենք, թե չլինենք, Աստված այդ չափով է ներում։ Ասում է, ների իմ պարտքերը, ինչպես ես էլ ներում եմ։ Մենք պետք է շատ, եթե մի բան կա մեր կյանքում, որ պետք է շատ մեզ վարժեցնենք դրան, դա ներելն է։ Ներելն է։ Այս վերջերս մի գիրք էի կարդում միսիոների մասին, կարդացած կլինեք, մի ժամանակ շատ կար գիրքեր եկեղեցում։
Ռիչարդ Վումբրանդ, ռումինացի, ինքը ազգությամբ հրեա եղել, չարչարված Քրիստոսի համար այդ գիրքը։ Ուրեմն իրան 14 տարի բանտարկել են, անմարդկային չարչարել են, ինչ գիտեն արել են։ Վիրավորել են, խոցել են, վերջը ծեծել են, սոված են թողել, կեղտաջրերի մեջ են թողել, ամեն ինչ արել են, ստորացրել են վերջի աշճանի։ Ասում եմ, երբ որ ես բանտից ազատվեցի, մի փունջ ծաղիկ առա, գնացի այդ գեներալի գերեզման, ինքը արդեն մահացած էր։ Ասում եմ, գնացի այդ գեներալի գերեզմանին, որը որ հրամաններ տվի ինձ բռնեն։ 14 տարի այդ մարդուն չարչարել են այդ գեներալի համար։ Ասում եմ, ծաղկե փունջը դրեցի նրա գերեզմանին, որ ես դրանով ցույց տամ, որ իմ մեջ անգամ մի փոքր վրդովմունք չկա այդ մարդու նկատմամբ։ Մի փոքր վրդովմունք։ Ասում ես, այսի իրոք Աստծո փոխած սիրտ է։ Որտեվ մարդու են բնական սիրտը են, վերստին չծնված սիրտը սենց չի կարա լինի։ Վերստին չծնված սիրտը ող պահող է։ Վերստին չծնված սիրտը հիշաչար է։ Վերստին չծնված սրտի մեջ վրեժի ծարավ կա։ Վերստին չծնված սիրտը ուզում է միշտ իրան նեղացնողների վատը տեսնի։ Այդ մարդու վրա փորձանք տեսնի, այդ մարդու այդ վատ բան պատահի։ Բայց այն որ նեղացրել են քեզ, բայց դու դրանից հետո սկսում ես այդ մարդուն օրհնել, լավը ցանկանալ, այստեղ Քրիստոս փառավորվում է։ Այդտեղ կասի Տեր դու բարի ծառա ես։ Այդ դրանց վրա պիտակ կա, բարի ծառա։ Ինձ նման որդի։ Ինձ նման որդի։ Գրված է, բերեք այդ տեղը կարդանք, Մատթեոսի ավետարան 5-րդ գլուխ 43 համարից։ Գևորգ քեզ խոսուն հիշացրեց։ Լսել եք, որ առաջնեն ասվեց. քո ընկերոջը սիրիր, թշնամուտ ատիր։ Պատվեր էր։ Սրան այսի Աստծո վերջնական կամքը չէր, գիտեք, հին ուխտը։ Աստծո վերջնական կամքը ամբողջացավ Քրիստոսով։ Որտեվ հին ուխտ որ կարդում ենք օրենքները շատ բան մեզ հոգեհարազատ չի։ Որտեվ դա Աստծո վերջնական կամքը չի։ Որտեվ միտեղ հարց տվեցին ասին բախի եք, Մովսեսն ասեց, որ կնոջից բաժանվի արձակման թուղթ տուր։ Բա թույլ է տվե։ Ասեց դա գրելա ձեր քարասրտության համար։ Դա գրվեց, որտեվ դու դրանից ավել չէիք կարող անեք։ Բայց երբ որ արդեն Քրիստոս մեր համար մատաղ եղավ, իր արունը թափեց, իր հոգին եկավ մեր մեջ, Աստված մեծ ակնկալիք ունի մեզանից։ Մենք հիմա ավելի շատ բան կարանք անենք, քան 5 տականի սուրբերը, որտեվ Աստծո հոգին մեր մեջ է բնակվում։ Ստե նայում ես այս խոսքը շատերը չէին կարողանում պահել, բայց Հիսուսը մի հատ ավելի մեծ բան է պահանջում։ Բայց ես ձեզ ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին, այս խոսքը հենց խոսք է այդում, սիրեցեք թշնամիներին, պրովոկացիան հարցերն այդում է։ Բա ադրբեջանցիները, բա թուրքերը, ժողովուրդ, այս խոսքը որ գրվել է, ադրբեջանցիներ չեն եղել, թուրքեր չեն եղել, բայց թշնամիներ եղել են։ Բոլոր դարերի մեջ թշնամի ազգեր, թշնամի հարևաններ, թշնամի բարեկամներ, թշնամի ծանոթներ լինում են։ Մինչև ադրբեջանցիներին թուրքերին հասնելը, գիտես ինչքան մարդ կա, որ դու պիտի սիրես։ Մենք այնպես ծանր բան ենք մի անգամից ասում, շատերն ասում են դե գիտես, չէ, Աստված ասում է հələ սկսի քո տնից։ Հələ քո շրջապատին սիրի, հետո կհասնես ընդե։ Հələ քո հարևաններին սիրի, հələ քո բարեկամներին սիրի, հələ քո մոտիկներին սիրի, հələ քեզ վարժեցրա սիրելու մեջ։ Հետո որ լավ սկսես սիրել, մնացածն էլ հեշտ կլինի սիրելը։ Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարիք արեք նրանց համար, որ ձեզ աղոթք արեք նրանց համար, որ ձեզ չարչարում են ու հալածում են։ Բարիք արեք նաև ձեզ ատողների համար։ Տեսեք 4 բան է ասում. թշնամիներ, անիծողներ, ատողներ, չարչարողներ։ Գիտեք, երաշխավորված չի ոչ մեկից համար, որ տես մարդկաց դու չես հանդիպի, որը որ քեզ անիծում է, որը որ քեզ ատում է, որը որ քեզ չարչարում է, որը որ քեզ թշնամ քո հանդեպ թշնամությունով լցված։ Բայց հակադարձը եթե նույն ձև է լինում, անեծքի դիմաց անեծք, ատելության դիմաց ատելություն, չարախոսության դիմաց չարախոսություն, չարչարանքի դիմաց չարչարանք,
հալածանքի դիմաց հալածանք, նույնն է ուրեմն, նույն մարդն ենք երկուսս էլ։ Ասում է ինչ առավելություն։ Բայց երբ որ լինում է ատելության դիմաց սեր, երբ որ լինում է անեծքի դիմաց օրհնություն, երբ որ լինում է ատելության դիմաց բարի գործ, երբ որ լինում է չարչարանքի դիմաց աղոթք, այստեղ Տերը փառավորվում է։ Այստեղ Տերն ասում է դու նոր մարդ ես։ Գիտեք գոյությունի այն դե յուրեն, գոյությունի դե ֆակտոն։ Մենք դե յուրե բոլորս Աստծո որդիներ ենք, Քրիստոսով փրկանված։ Բայց գիտեք, Աստված մենակ դրանով չի առաջնորդվում։ Աստված ավելին փաստը դու ով ես իրականության մեջ։ Մենք ով ենք իրականության մեջ։ Այն որ Սուրբ Գիրքն ասում է Աստծո որդիներ ենք ճիշտ է, բայց ով ենք մենք իրականության մեջ։ Այս ծառան, որ ասես բանտարկեք, իրա ծառան էր, բայց բանտարկել տվեց։ Այն ծառան, որ ներվեց, էլ իրա ծառան էր, բայց հետ կանչվեց, ներվածը նորից հետ պահանջեց։ Մենք մտածում ենք, որ մենք փրկագնվել ենք, Աստծո որդիներ ենք, մենք ազատ ենք ամեն ինչից, չկա տես բան, խաբկանք է հետի։ Մենք մտածում ենք, որ մեր անունները կյանքի գրքում գրված են, երբեք չի ջնջվելու, չկա տես բան, խաբկանք է հետի։ Եթե մեկը տես բան ասում, ասում է, ավետարանը չի ասում տես բան։ Եթե մենք մտածում ենք վերստին ծնված ենք, էլ երբեք չենք կարող կորցնենք մեր փրկությունը, կամ մենք արդեն ավտոմատ հաճելի ենք ասում, չկա տես բան, դա սուտ ավետարանն է, դա հորինած ավետարանն է։ Մենք պետք է ամեն օր աշխատենք մեր վրա։ Մենք պետք է ամեն օր, ինչ է ասում խոսքը, ասում է ամեն օր գործեք ձեր անձերի փրկությունը։ Խի փրկություն պետք է ամեն օր լինի։ Խի ամեն օր այդ փրկությունը կիսատա, որ մենք էլ ամեն օր գործենք, որ ամբողջական դառնա։ Գիտեք, աստվածաբանական սես ձևակերպում կա։ Մենք փրկված ենք, փրկվում ենք եւ պիտի փրկվենք։ Բայց կա նաեւ ուսում, որ մենք փրկված ենք, վերջ շարունակություն չկա։ Այդ այս մարդիկ շատերը անակնկալի են գալու դատաստանի օրը։ Ըստ այս առակի։ Միտեղ էլ հիշացնեմ ու վերջացնենք։ Չնայած որ մի քանի համար շատ է գրե, այն որ Հիսուսին հրավիրեցին, Սիմոնը աղաչեց իր տունը գալու։ Վերեք ավելավա կարդամ, էլ ուզում եմ բառացի կարդանք ես։ Ուրեմն Ղուկասի ավետարան 7-րդ գլուխ 36 համարից։ Փարիսեցիներից մեկը աղաչեց նա, որ իր հետ հաց ուտի։ Նա էլ փարիսեցի տունը մտավ եւ սեղան նստեց։ Փարտիրոջը հրավեր ընդունեց, գնաց տունը սեղան նստեց։ Քաղաքի մեջ մեղավոր կին կար, երբ իմացավ, թե նա փարիսեցի տունը սեղան նստած է, մի շիշ անուշահոտ յուղ վերցրեց։ Ու ետևի կողմից նրա ոտքերի մոտ գնաց, լացում էր եւ արցունքներով սկսեց նրա ոտքերը թրջել եւ իր գլխի մազերով սրբել եւ համբուրել նրա ոտքերը եւ յուղով օծել։ Եվ երբ որ տեսավ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, ասեց իր մտքի մեջ. Սա եթե մարգարե լիներ, պիտի իմանար, թե ով է եւ ինչպիսի կին է։ Ով է նա, որ իրեն դպչում է, որտեղ մեղավոր է։ Տեսեք, հələ մի հատ պատկերացեք իրական, էլի Հիսուսին կանչել են տունը, հրավիրել են, հրավերը չի մերժե, սեղանը գցել են, փարիսեցիներով նստել են։ Օրինականներով կամ, չգիտեմ, այդ ժամանակվա էլիտան, մտավորականները, խելացիները նստած են։ Հրավերը չի մերժե։ Ես հավատում եմ, որ սիրով գնաց իրանց տունը, սիրով էլ կերավ, սիրով էլ վերաբերվեց։ Բայց ամեն բան փոխվեց, երբ որ մի հատ իրանցից ավելի մեղավոր մարդ հայտնվեց այդտեղ։ Երբ որ Իրանից մի հատ ավելի մեղավորը հայտնվեց, սկսեց ինքը կասկածել Աստծո իրական լինելու վրա, Քրիստոսի մարգարե լինելու վրա։ Ասում է, եթե իրոք այս մարդը մարգարեն է, կիմանար այս կինը ով է։ Չճանաչելով, չհասկանալով։ Գրված ասում է, Հիսուսը ոչ մեկի վկայության կարիքը չուներ։ Հավատում եք, չէ՞ որ Հիսուսը այդ կնոջը ավելի լավ էր ճանաչում, քան թե այդ փարիսեցին։ Ու այդ փարիսեցուն ավելի լավ էր ճանաչում, քան թե ինքը իրան էր ճանաչում։ Ուտեն նորից Հիսուսը լավ հասկացնելու համար, որտեղ մենք մի քիչ դժվար ենք հասկանում։ Մենք պատմություններով, առակներով լավ ենք հասկանում։ Մի հատ պատմություն պատմեց։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. Սիմոն, քեզ բան ունեմ ասելու։ Նա էլ ասեց. ասիր վարդապետ։ Փող տվողը երկու պարտական ուներ, մեկը 500 դահեկան պարտք ուներ, մյուսը 50, որովհետև հատուցելու կարողություն չունեին, երկուսին էլ շնորհեց։ Տեսեք նմանատիպ առակները։ Երկուսն էլ հատուցելու կարողություն չունեցին։
Այսինքն քիչ մեղավորը երկինք չի կարող հայտնվի առանց Հիսուսի։ Ամենալ այն մարդը, որ լավ կարծիք ունի իր մասին, մտածում է ես անցյալով մեղավոր չեմ եղել, ամենաառաքինի ապրած մարդը, ամենաչգիտեմ ազնվական ընտանիքում ծնված մեծացած մարդը երկինք չի կարող հայտնի իր ապրածով, որտեվ ինքը կարողություն չունի այնտեղ հասնելու, որտեվ թեկուզ քիչ պարտք ունի, բայց պիտի ներող լինի իրան, պիտի իր համար ընդեի դուռը բացող լինի։ Փրկությունը մի բան չի, որ մենք որոշում ենք փրկվենք։ Մենք կարանք ցանկանանք, որ փրկվենք, ինքն է որոշում մեզ փրկի։ Ինքն է որոշողը, ում որտե է ուղարկելու։ Էսի ասեց, Փարիսեցուն ասեց, հասկացրեց, էլի որ գիտեմ, որ այս կինը քեզանից ավելի մեղավոր է։ Գիտեմ։ Համեմատեց 10 անգամ ավել մի հատ թիվ ասեց, 50-500։ Գիտեմ, բայց երկուստ էլ պարտքեք։ Երկուստ էլ կարողություն չունեք վճարելու։ Երկուսիդ էլ պիտի շնորհվի։ Բայց խի այդ Սիմոնը դարձավ ավելի չար այդ ժամանակ, երբ որ այդ կնոջը տեսավ։ Խի իր մեջ բարձրացավ այդ ամեն ինչը, որտեվ իրանից ավելի մեղավորի տեսավ։ Լսել եք, որ ասում են, ձեր մեջ նես մարդիկ կան, գիտեք ով են։ Ինձ էլ են ասել։ Գիտեք ձեր մոտ ովքեր են գալի եթում։ Գիտեք ով է գալի եկեղեցի, ահա կարող է գա, կարող է ինձանից 10 անգամ մեղավոր մեկը գա։ Կամ ես որ եկել եմ մեկից 10,000 10 անգամ ավել մեղավոր եմ եղել։ Գալիս են բոլոր ստեղ պարտքատերերը, պարտք ունեցողները։ Ու բոլորի պարտքը Տերը շնորհել է։ Շատ մեղավորն էլ Տերը ներել, քիչ մեղավորն էլ ներել։ Քիչ մեղավորն էլ չէր կարա իր քչի հաշվին հասնել մեր երկնքում, շատ առավել եւս չէր կարա։ Բայց շարունակության մեջ ուրիշ բան ասում Տերը։ Եվ դառնալով դեպի այն կին ասեց Սիմոնին. կտեսնես այս կինը, ես քո տունը մտա, դու ոտքերիս համար ջուր չտվեցիր։ Սիմոնը գիտեք ոնց էր Հիսուսի հետ շփվում։ Սենց ոնց որ հավասարը հավասարի պես, էլի։ Ասում է լավ, մեղքերով շատ է քեզանից այդ կինը, համաձայն ենք, մեղքերով շատ է։ Դե արի հիմա մատ էլ չափենք վերաբերմունքով։ Այդ շատ մեղավորի վերաբերմունքը նա իմ նկատմամբ։ Այդ քիչ մեղավորի վերաբերմունքը նայ, դու ոնց ես իմ նկատմամբ։ Ես քո տունը մտա, ասում եմ ջուր չտվեցիր։ Եթե նայել եք հին ուխտում ջուր տալը, ոտքերը լվալը, դա պատվել էր հյուրերին։ Թանկ հյուրերին պիտի ոտքերը լվային։ Եթե գոնե տանտերը չլվար, պիտի ջուր տար գոնեին քիրա ոտքերը լվար։ Ասում եմ ես քո տունը մտա, ջուր չտվեցիր ոտքես լվալու։ Բայց սա իր արցունքներով թրջեց իմ ոտքերը։ Եվ իր մազերով սրբեց։ Չի ասում ջրով լված, ասում արցունքներով լված։ Սրբիչով սրբեց ոտքերը, մազերով սրբեց։ Դու ինձ համբյուր չտվեցիր։ Համբյուր տալը նաև պատվելու են ժամանակ, թանկ հյուրերին պիտի համբյուրվեին, գոնե ողջագուրվեին, փաթաթվեին։ Եկար էլի ասիր համեցեք, ընդամենը սենց համեցի արի նստի։ Կարայր էլի մի հատ խոնարհվեիր, մի հատ ոտքերը համբյուրեիր Հիսուսի, գոնե ձեռքերը համբյուրեիր, կարայր ասեիր Տեր արիր, փառք ես, որ դու եկել ես մեր տուն, շնորհակալ եմ, որ դու պատիվ արեցիր, որտեվ մյուս հավրապետն ասում է, ես კი արժանի չեմ քո մոտ գալու, բայց ստե Սիմոնը նստել է հավասարը հավասարի հետ։ Ասում է դու համբյուր չտվեցիր։ Ասում է բայց սա ոտքերս համբյուրից չդադարեց։ Ասենց չգիտեմ ինչքան երկար ժամանակ ոտքերն էր համբյուրում։ Հասկանում էր Հիսուսի սրբությունը, իր մեղավորությունը։ Հասկանում էր Հիսուսի ով լինելը ու իր ով լինելը։ Հասկանում էր ինչ մեծ առավելությունն է, որ ինքը Հիսուսին հանդիպել է։ Դրա համար ոտքերն էր համբյուրում, իրեն արժանի չէր համարում Հիսուսին փաթաթվելու, չգիտեմ, գրկելու, ոտքերն էր համբյուրում, ոտքերն էր լվում, ոտքերն էր սրբում։ Խոնարհվել էր ինչքան տեղ կա։ Ինչքան տեղ կար խոնարհվելու, խոնարհվել էր։ Բայց ասում դու չարեցիր։ Այդ որ խոսում ես այս կնոջ մեղքերից, ես տեսել եմ մարդիկ ապաշխարել են, վատ կյանքով են ապրել։ Մեկը հանցագործ ա եղել, տարբեր մեղքերի մեջ են եղել։ Բայց մեկ էլ տենում ես այս մարդը ավելի լավ ծառայող ա դառել։ Խի պատճառն ինչ է, բոլորը ունեն հնարավորություն լավ ծառայող դառնալու, որտեվ ինքը հասկացել է ինչքան վատն ա եղել ինքը։ Ինքը հասկացել է ինչ շնորհք ա տրված իրան։ Ինքը հասկացել է ինչքան շատ ա ներվել իր մեղքերը։ Այդ հասկանալու արդյունքում ավելի շատ ա նվիրվում Աստծուն։ Ասում է սրան շատ ներվեց, շատ էլ սիրում ա։ Բայց քո քիչ ներվածը քեզ քիչ սիրում։ Պետք է պարտադիր շատ մեղքեր ունենայր, որ շատ սիրեիր։
Դի պարտադիր անցյալով չգիտեմ ինչ հանցագործելներ, անառակներ ինչ լիներ, որ շատ սիրեիր։ Անկախ նրանից մենք անցյալով ինչքան ենք եղել, մենք շատ սիրենք Տիրոջը։ Անկախ նրանից առաքինի ենք ապրել, թե մեղավոր ենք ապրել, մենք շատ սիրենք Տիրոջը։ Այս կինը շատ սիրեց։ Դրա համար Հիսուսը ինչպես բոլորին մատ էր անում իր իմաստությունով, այդպես նույն արեց Սիմոնին։ Շատ մի խոսա մեղքերից։ Ես ներեցի, հիմա խոսա ներկայից։ Ես քո տուն եկա, դու ոնց ինձ ընդունեցիր։ Ինքը ոնց ինձ ընդունես քո տան մեջ։ Հիմա Հիսուսը բոլորիս տունը եկել է, բոլորիս ներսում եկել է։ Այստեղ երևում է մենք ոնց ենք ընդունում իրան։ Մեր մեջ է երևում էդի։ Մենք ոնց ենք ընդունում իրան մեր տան մեջ։ Հենց այնքան որ հա փառք ես Տեր ջան, փրկել ես գոհ եմ, բայց ոչ շնորհակալության զգացում կա, ոչ էլ երախտագիտության զգացում կա։ Գոհ եմ քո գործերի համար, բայց երբեք չեմ մտածում քո գործերի մասին։ Բայց ասма չդադարեց, խոնարհվեց ինչքան տեղ կա։ Խոնարհվենք ինչքան տեղ կա, ժողովուրդ, ինչքան հնարավոր է։ Չլինենք այդ չար ծառաների պես։ Տեսեք, երկու դեպքում էլ Հիսուսը հասկացրեց, անկախ նրանից, եթե դու կհանդիպես քեզանից 10 անգամ մեղավորի, քո սխալ վերաբերմունքը արդարացում չունի Աստծո մոտ։ Կարող է իրականում դու իրանից լավն ես քո ապրած կյանքով, բայց քանի որ դու իրան սկսում ես փնովել, Աստծո աչքին դու ավելի վատն ես դառնում։ Ես եղել է դեպք, հետես է մեր կոքիր այդ վիճել են, այդ ումից որ վեճը սկսել է, սխալով որ եղել ամենասկզբից, ինքը ընթացքում գնացել է ներողություն խնդրել։ Բայց այն մյուսը, քանի որ իրան նկատմամբ եղել սխալը, մինչև վերջ չի համակերպվել այդ մտքի հետ։ Հետո գիտես գալիս է մի հատ ժամանակ անցնում, տենում ես այն ում հանդեպ որ սխալն արել են, ինքը ավելի չար է դարել, քան այն մարդ, որ սխալ է թույլ տվել։ Իրա չներելու պատճառով։ Գրված ասում մենք սատանայի խորհուրդներից անտեղյակ չենք, զրկանք անում։ Գիտեք, մենք մտածում ենք, որ չներելը դուռ է սատանայի, բայց այս մարդը պիտի դառնա դիվահար, դառնա այն գերգեսացունման, չէ՞ տես բան չկա։ Մարդը կարա չներելուց դառնա խռովկան, մարդը կարա չներելուց դառնա հիշաչար, մարդը կարա չներելուց դառնա սառը, մարդը կարա չներելուց ինքը իրան մեկուսացնի, առանձնանա։ Եղել է, տեսես մարդ քիչ-քիչ մեկուսանում է բոլորից, առանձնացնում է իրան։ Չի կարող մեր շփվի մարդկանց հետ, որովհետև չի ներել, որովհետև այդ չներելու մտքերը, չներելու այդ տանջանքները միշտ իրան արգելք են հանդիսացել։ Բայց երբ որ ներում ես, ամեն բան կառուցվում է։ Ամեն։ Համաձայնվեք, ժողովուրդ ջան։ Եթե չանենք, ասում եմ, մեր երկնային հայրն մեր հետ sense կվերաբերվի։ Բայց Աստված չի ուզում ոչ մեկի հետ վատ վերաբերվի։ Աստծո նպատակը չի ոչ մեկին բանտարկելու, ոչ էլ դժոխք ուղարկելու։ Դժոխքը չի ստեղծել մարդու համար։ Աստված դժոխքը ստեղծելուց մենակ ի նկատի ունեցել սատանային ու իր հրեշտակներին։ Այն անգամ ամենավատ մարդուն ինքը չի սպասել, որ դա դժոխք։ Մարդը թվում է դժոխք իրան պատճառով։ Դրա համար կառաջարկեմ կանգնենք աղոթքի, բայց եթե այս խոսքի մեջ ինչ-որ բաներ Տերը քեզ հասկացեց, որ դու պիտի անես, արա մի ուշացրա։ Եթե հարաբերություն կա կարգավորելու, մի ուշացրա։ Եթե պիտի մեկին զանգես, մի ուշացրա։ Եթե մեկին պիտի հանդիպես, մի ուշացրա։ Եկե մեկի համար պիտի աղոթես, մի ուշացրա։ Ամեն։ Փառք ես, Տեր, շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Փառավոր մեր Աստված, դու որ խոնարհվենք քո առջև, Տեր։ Խոնարհվենք քո խոսքի առջև, Տեր։ Դու հավանում ես քեզանից վախեցողներին, Տեր։ Դու հավանում ես քո խոսքին հնազանդվողներին, Տեր իմ Աստված։ Դու որ մենք հնազանդվենք, Տեր։ Եվ ամեն չլուծված հարցերը լուծենք մեր կյանքում, Տեր։ Խնդրեմ օգնիր ամեն մեկին, ինչ որ մեզանից է կախված, ինչքան որ մեզանից է կախված խաղաղություն անենք բոլորի հետ, Տեր։ Փառավոր մեր Աստված ջան, խնդրում եմ, թող չլինի մեկը մեր մեջ, որ ներման խնդիր ունենա, Տեր։ Ում կյանքում էլ որ կա Տեր Աստված, խնդրում եմ առաջնորդիր, հասկացրու, Տեր, եւ տուր այդ համարձակությունը գնալու, հաշտվելու, Տեր։ Եվ թող քո տան մեջ չլինեն, Տեր իմ Աստված ջան, արգելքներ քո ներկայության համար, քո հոգու համար, քո զորությունների եւ քո հրաշքների համար։ Անունդ փառավորվի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։